Հարգելի գործընկերներ, քանի պատգամավորը չի մոտեցել, այս բանը պարզաբան է մեզ իրավիճակը։ Նիստի ընթացքում որոշակի ազատություն տրված է խմբակցության ղեկավարին եւ քարտուղարին խմբակցության աշխատանքները համակարգելու համար, ելույթը, որը ումը ավելացնեն ով խոսի, ով չխոսի։ Մնացած բոլորին խնդրում եմ պահպանել լռություն։ Եվ հատկապես ամբիոնից խոսողին մի արձագանքեք տեղից, հարգելի գործընկերներ։ Խնդրեմ Տիգի Ենգոյան, սկսեք։ Շնորհակալություն։ Ոնց որ հերթական իմ ելույթից առաջ հերթական էմոցիոնալ ելույթը, որից հետո հերթական անգամ շատ դժվար է ինձ համար ելույթ ունենալ, բայց ես նորից կփորձեմ, իհարկե ոչ նման էմոցիոնալ տարբերակով, ինձ մոտ ցավում եմ չի ստացվի։ Ես ցանկանում եմ խոսել բարձրագույն կրթության մասին, ինչու, որտեղ բարձրագույն կրթությունը մեր երկրի ապագան է, եւ այս ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելը, բացահայտելը եւ գուցե այս մարմնի միջոցով դրանց լուծման ուղիները գտնելը շատ եմ կարևորում։ Առաջին խնդիրը, ինչի մասին ուզում եմ խոսեմ, իհարկե Տիկին Գալստյանը դրա մասին նույնպես մատնանշեց, դա ակադեմիական քաղաքի ստեղծման խնդիրն է, ինչպես մենք գիտենք Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվեց մինչև 2030 թվականը ստեղծել ակադեմիական քաղաք։ 2026 թվականն է, ինչ ունենք։ Ընդամենը ակադեմիական քաղաքի հիմնադրամ ստեղծված եւ հայեցակարգ, որը երկու անգամ վերանայվեց եւ 22 թվականի փետրվարին հաստատվեց երկրորդ վերամշակված տարբերակով։ Նշեմ, որ 2030-ին մենք պիտի արդեն ունենայինք ակադեմիական քաղաք, համենայն դեպս ներկայացված ծրագրով, որը հաստատվել է ազգային ժողովի կողմից 441 օրենքով, այսինքն ունի օրենքի ուժ, հերթական օրենսդրական դրույթ, որը ի կատար չի ածվելու։ 30 թվականին ես չեմ պատկերացնում, որ այս տեմպերով առաջ գնալով մենք կունենանք ակադեմիական քաղաք, ձևավորված եւ ստեղծված։ Համապատասխանաբար նաեւ խոշորացված բուհեր։ Նշեմ դրա մասին իհարկե պարոն Գաբրիելյանը, ես բարձրաձայնեցի այդ հարցը, կարծես թե ուղիղ չպատասխանեց, բայց նշեմ, որ կառավարության 351 L որոշմամբ օրենքում կատարվեց փոփոխություն եւ 2030 թվականը, որը նախատեսված էր որպես վերջնաժամկետ ակադեմիական քաղաք ստեղծելու համար, երկարացվեց մինչև 2034 թիվ, իրավաբանները ինձ լավ կհասկանան, թե ինչ է նշանակում օրենքում կառավարության որոշման փոփոխություն մտցնելը եւ ինչքանով է դա սահմանադրական։ Ակադեմիական քաղաքի հետ պարոն Գաբրիելյանը նաեւ սերտորեն կապեց բուհերի վարկանիշի հարցը, մասնավորապես հարց բարձրաձայնեցի, թե ինչպես ենք կարողանալու այդ ծրագրին համապատասխան մինչև 2030 թվականը 4 բուհ ունենալ միջազգային վարկանիշային համակարգում, լավագույն բուհերի շարքում 500-ի մեջ, իհարկե ընդունվեց, որ հնարավոր չէ մինչև 2030 թվականը այդ բուհերի քանակը ապահովել մինչև 504 բուհ, եւ պարոն Գաբրիելյանը ամենայն հարգանքով ասաց, որ դա կլինի հնարավոր միայն ակադեմիական քաղաք ստեղծելու համատեքստում։ Հարգելի գործընկերներ, ակադեմիական քաղաքի ստեղծումը արդեն մինչև 34 թիվ հետաձգվել է։ Ակադեմիական քաղաքի ստեղծմամբ պետք է խոշորացվեն բուհերը։ Հիմա ես ուզում եմ պատկերացնեմ, այդ նորաստեղծ բուհը ինչպես ինչ քայլեր պիտի կառավարությունը ձեռնարկի, որպեսզի 4 տարում, մինչև 2034 թիվը արդեն ժամկետը խախտել ենք, արդեն խոստումը խախտվել է, որպեսզի 4 բուհ այնպիսի թռիչքային զարգացում ապրի, որ դառնա աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում, որպես ոլորտի մասնագետ եմ ասում, որպես գիտնական եմ ասում, հնարավոր չի, միջազգային փորձնել է դրա մասին վկայում։ Անգամ մեկ չենք կարող ունենալ, օրինակ նույն Շանխայի համակարգում։ Հաջորդ խնդիրը, որի մասին ես ուզում եմ խոսել, վերաբերվում է ուրեմն ՄԳՇ հրապարակումներին, միջազգային գիտական շտեմարանների հրապարակումներին։ Մասնավորապես ինչի մասին է խոսքը գնում։ Բարձրագույն կրթության գիտության մասին օրենքով սահմանվեց, կներեք, համապատասխան նախագծով կառավարության սահմանվեց, որ
գիտական խորհուրդների, այսինքն այն խորհուրդների, որոնք պետք է գիտական աստիճան շնորհեն գիտական աստիճան հայցող անձանց, պետք է լինի անդամ, որը ունի, խնդրում եմ ֆիքսեք, 5 հրապարակում, առնվազն 5 հրապարակում, ՄԳՇ համակարգում։ Այդ միջազգային ինդեքսավորված համակարգը ընդունվել է Web of Science-ը եւ Scopus շտեմարանները։ Գուցե մի քիչ մասնագիտական բան եմ ասում, գուցե մի փոքր կարող է ոչ մասնագետների կողմից ամբողջական չընկալվի, բայց հաշվի առնելով, որ մենք այստեղ քննարկում ենք համապատասխան ոլորտով զբաղվող հանձնաժողովը եւ առկա խնդիրները, նշեմ հետեւյալը. հարգելի գործընկերներ, մենք այսօրվա պահին նախ այստեղ հարց է առաջանում իմ համար համենայն դեպս ինչի են ընտրվել այս միջազգային շտեմարանային համակարգերը։ Նկատի ունեմ իմ կողմից մատնանշված, քանի որ կան բազմաթիվ այլ ոչ պակաս, եթե ոչ ավելի հեղինակավոր միջազգային գիտական շտեմարաններ, բայց սահմանափակելով գիտնականներին այս երկու ոլորտի, այս երկու համակարգի շտեմարաններով, հնարավորություն չի տրվում ապահովել այս պահանջը։ Բացի դրանից ուզում եմ նշել, որ Հայաստանում գրեթե արկա չեն նմանատիպ շտեմարաններում գրանցված գիտական ժուրնալներ, ինչի եմ սա ասում, որովհետև մեր գիտնականը առնվազն պետք է հնարավորություն ունենա իր գիտական աշխատանքները նման շտեմարաններում հրապարակի։ Ինչ ենք ունենալու արդյունքում, ասեմ նաև, որ որակավորման կարգ սահմանելու համար նաև նախատեսվել է, որ այդ որակավորում շնորհող հանձնաժողովը պետք է անդամը ունենա Q1 վարկանիշ ունեցող շտեմարանում հրապարակում, այսինքն հերիք չի Scopus, մի հատ է Scopus-ի ամենաբարձրագույն աստիճանը։ Ինչով է սա հիմնավորված, ինչով է պայմանավորված, չգիտեմ, բայց որպեսզի պարզ լինի, Q1 ամբողջ Հայաստանում չկա, տարածաշրջանում էլ չկա, եւ երբ որպեսզի դու կարողանաս նման հոդված հրապարակես իմ կողմից մատնանշված միջազգային շտեմարաններում, մի հոդվածի համար կարող ես մինչև 2 տարի սպասես, որպեսզի քո հրապարակումը հասնի քո հերթը, որպեսզի անգամ եթե հոյակապ հոդված ես գրել համապատասխանում է միջազգային չափանիշներին, ժամանակագրական առումով հնարավոր չէ դա ապահովել։ Ինչ ենք ունենալու պրակտիկայում։ Բազմաթիվ մասնագիտություններով չեն ձևավորվելու գիտական խորհուրդներ, որտեղ չկան գիտնականներ այս միջազգային չափանիշներին համապատասխանելու համար, եւ մենք առնվազն բազմաթիվ մասնագիտություններով մոտակա 5-ից 7 տարի չենք ունենա գիտական խորհուրդ, չենք ունենալու գիտական ղեկավար, որտեղ նույն պահանջներին պետք է համապատասխանի, չենք ունենալու ասպիրանտ, չենք ունենալու գիտական աշխատանքներ, չենք ունենալու դոկտորական ատենախոսություններ, ասում եմ դոկտորական, որտեղ տեխնոլոգիականը հավասարեցվել է դոկտորականի, եւ չենք ունենալու գիտությունների դոկտորներ։ Ասեմ ձեզ, որ մարդկանց մոտ այս կարգավորումը կարդալուց հետո իսպառն վերանում է գիտությամբ զբաղվելու ցանկությունը, որտեղ այս տեխնիկական, բայց շատ բարդ պահանջը այնպիսին է, որ ոչ մեկ այլևս չի կարողանա նման խորհուրդ ձևավորի եւ համապատասխանաբար գիտական աստիճանի հայցման աշխատանք ներկայացնի խորհուրդ չձևավորվելու հիմքով։ Երկու խնդիրներ եմ ուզում անդրադառնամ, հարգելի գործընկերներ։ Վերաբերվում է առաջինը բուհերի ապաքաղաքականացված լինելու հանգամանքին, Տիկին Գալստյանը դրա մասին խոսեց, բայց ես մի փոքր այլ ձևակերպմամբ եմ ուզում ներկայացնել։ Տեսեք, Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը հստակ ամրագրել է, որ բուհերը դառնալու են ապաքաղաքական, այսինքն ղեկավար պաշտոններում, հոգաբարձությունների խորհրդում, այլևս պետական եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն, բայց սահմանելը վերապահում։ Սա կիրառելի է, այս նորմը կիրառելի է 29-30 թվականին ուսումնական տարուց սկսած բուհերի խոշորացված բուհերի միայն նկատմամբ։ Իմ մոտ ամենայն դեպս որպես մասնագետ նույնպես հարց է առաջանում։ Ինչու եթե քաղաքացիական պայմանագիրը, մասնավորապես պարոն Փաշինյանը 2018 թվականին, եթե չեմ սխալվում, հենց ռադիոյի տան մոտ իր ելույթում ուղիղ մատնանշեց, որ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, եւ փաստացիորեն օրենսդրական մակարդակով դա ամրագրվեց միայն 25 թվականին, օրենքը ընդունվել է 25, այն էլ օրենքի մեջ ուղիղ մատնանշվեց, որ այս դրույթը կիրառվելու է բացառապես 29-30 թվականի ուսումնական տարուց սկսած։ Ինչ է ստացվում,
որ հարգել գործընկերներ 11 տարի է պետք, որպեսզի այս խոստումը ի կատարածվի։ Կարծում եմ շատ ավելի շուտ կարելի էր այդ հարցը լուծել եւ միջազգային չափանիշներին մոտենալ, համալսարանների խարտիայի նկատմամբ էլ, որ ասում է պիտի լինի բուհը անկախ, պետք է լինի ինքնավար, պետք է լինի ապաքաղաքականացած, մենք շատ ավելի շատ այդ պահանջներին կհամապատասխանեինք։ Եվ վերջի խնդիրը, որի մասին ես կուզենայի խոսել, դա բուհերի ինքնավարման իրավունքն է։ Դրա մասին խոսում է Սահմանադրությունը, որը ամրագրում է, որ բուհերը ունեն ինքնակառավարման իրավունք, ինքնակառավարումը չկա, իմ գնահատմամբ։ Այսքանը շատ բան կարող եմ այս ոլորտի համար ասել, բայց քանի որ ժամանակը սպառվել է, այսքանով բավարարվեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մինչև հարգելի տիկին Վարդանյան, խնդրում եմ, վերադարձեք ձեր տեղը։ Հաջորդ ելույթի համար Մեսրոպ Մանուկյան։ Ու մինչ այդ կխնդրեմ նաև, որպեսզի քարտուղարությունը ինձ փոխանցի Ուժեղ Հայաստան